միակ հարմար աշխատանքը սա է, քանի որ 23 թվականից մինչև առայսօր կենս չարվորակ կրծքագեղձի քաղցկեղունի 5 միլիոնի դեղ պետք է առնենք։ Շաբաթական 4 օր հիվանդանոցներում ենք ելնում, դե պատկերացրեք, վարձով ենք բնակվում, 4 անչափահաս երեխա ունենք, սա է մենակ որ հիվանդանոցի հետ կարողանում եմ համատեղածելնեմ։ Ուզում եմ խաղողա, լստեմ զավոդը քաշեմ, արաղ քաշենք, այսպես։ 90 լիտրանոց զավոդայինքը, ես էլ վառաջուղա լցրած մեջը կողքեքը, որ հանկարծ տակը չկպնի։ Մենք 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո տեղահանվել ենք Հադրութի շրջանի Գյուղթաղասերից։ Ես որ տեղափոխվել եմ այս տունը, պայմանները տեսել եմ, որ ստե հարմար է, գինի եմ պատրաստում, օղի եմ քաշում եւ խաղողից եւ խնձորից։ Այստեղ պարտադիր պետք է խմոր քսենք, որ բաց չթողնի։ Արցախում հեշտ էր կոնկրետ օղի քաշելու պրոցեսը, այսինքն հեշտ է նրանով, որ բավականին տարաներ ունեինք, հիմա Հայաստանում այս տարաները բոլորը գնել եմ, ավելորդ ծախս է, գումարած դրան, Արցախում երբենք մենք գազով օղի չենք քաշել, միշտ փեդով ենք օղին քաշել, օրինակ 30 րոպեում, 40 րոպեում արդեն սկսում էր քո արաղը գալը, ստե գազով 2 ժամ 10 րոպեում է սկսել գալը։ Հեսա օղին սկսել է գալը, հիմա ուզում եմ չափեմ, տենամ ինչ աշճանի թունդություն ունի։ Սա մի անգամ էլ եմ քաշելու, ուղղակի չափում եմ, որ իմանամ էլի այս երևի 66-ի վրա, առաջի բերանը։ Բոլորը ուզում են, որ 2 անգամ լի արաղը թորած։ Սենց մի քիչ արամատը ուժեղ է, տարբերությունը դրանում է կայանում։ Այսինքն խաղողի հոտը սենց արտահայտիչ գալիս է, բայց մեծամասնությունը ես հիմնականը վաճառում եմ, ուզում են մարդիկ 2 բերան քաշած արաղ գնեն։ Արցախում հիմնականում մենք օղի ստանում ենք մենակ խաղողից։ Երբեք մենք խնձորից օղի չենք ստացել, տեղահանվելուց հետո եմ, որ արդեն սկսել եմ այս գործերը անելը, որ փորձել եմ, լսել եմ, որ մարդիկ քաշում են, ես էլ եմ սկսել քաշելը եւ հավատացեք, որ այս պայդրությամբ իմ համար ավելի լավ է ես խնձորի օղին խմեմ, քան խաղողի օղին։ Ամեն օր օրը 2 անգամ, մի հատ առավոտները, մի հատ իրիկունը պետք է պարտադիր այսենց խառնեմ, որ նորմալ հավասարաչափ ինքը էփի նոր սկսեմ արաղ քաշելի։ Հիմա տեսեք, ինքը տենում եք ջուր չկա։ Նշանակում է, որ չի էփել։ Հիմա դուք տարբերությունը նայեք, սա խաղողն է, որը արդեն պատրաստ է, մնում է էսի քաշեմ։ Երբ որ այսենց խառնում եմ, փետը արդեն մաքուր է դուրս գալիս, այս վիճակում է լինում, վсё, ես արդեն զգում եմ, որ ինքը էփած է։ Այս մեկը տեսեք։ Տենում եք ինչ ձև է բռնում։ Սա դեռ տեղ ունի, բայց այս մեկը արդեն քիչ է։ Արցախում էլ մեր օրինակ պատրաստած գինին, մեր քաշած արաղը, դրանք վաճառում էինք։ Մենք խանութ ունեինք, խանութում երևի թե կոլոր տարի մեր պատրաստածն էինք վաճառում։ Երկու այգի եմ վարձակալական հիմունքներով մշակում, խնձորի այգիներ։ Իմ այգու խնձորները մենակ Դեմիրճյան տեսակի խնձոր է, ինքը շատ քաղցր խնձոր է, դրա համար համ դրանից լավ
արաղ եմ ստանում, համ բնական խնձորի հյութ, առանց մի գրամ ջրի, առանց մի գրամ պեսոկի։ Պատկերացրեք վաղ տալինում, որ վաճառում եմ 5 լիտրով, 10 լիտրով, ինչ չնայեմ 1 լիտրով, մարդիկ որ ուզում են, առաքում եմ կատարում, զանգում են, ասում ես ինչքան պեսոկ եք տվել, ու ես ազնիվ խոսք, եթե մի կաթիլ ջուր կամ մի գրամ պեսոկ դրա մեջ ըլնում է, ուղղակի ինքը շատ քաղցր է, ինչ որ միտեղ էլ մարդիկ չեն հավատում, մտածում են, որ պեսոկ տված է։ Այդ այգիները, որ մշակում եմ խնձորն եմ վաճառում, հավ եմ պահում, լոր եմ պահում, մեկ էլ ճագար եմ պահում, դրանք վաճառում եմ, և ճագարը, և հավը, և աքլորը, և հավից ստացած ձուն, քացախ եմ պատրաստում, հիմա մնաց ճագարները կերակրենք, իրիկունը չոր խոտ եմ տվել, իսկ հիմա մի փոքր գարի եմ տալիս, ցերեկը գարի ուտեն, այս փուլում, այս գործերի ինչքան էլ որ իմ համար դժվար է, ինչքան էլ որ ծանր է, ինչքան էլ որ ժամանակա տարա, չգիտեմ ծախսա տարա, բայց սա է մենակ որ հիվանդանոցի հետ կարողանում եմ համատեղածելնեմ, ինչքան շատ վաճառեմ, պարզ է այնքան ավելի շատ եկամուտ կապահովեմ, այնքան իմ ծախսերս ավելի կթեթևանա։ Սոսա